Հուլիսի 1-ին Երևանում անցկացվեց համաժողով եկեղեցին պետականության ակունքներում խորագրի ներքո։ Կլոր սեղանի շուրջ հավաքված պատմաբանները քննարկեցին եկեղեցի պետություն փոխհարաբերությունները միջնադարից մինչև Երրորդ հանրապետության տարիներ։ Կազմակերպիչները նշեցին, համաժողովի նպատակը քաղաքական քննարկումը չէ։ Այդուհանդերձ ժամանակն է ստիպում նման հանդիպումներ կազմակերպել, անդրադառնալու մերօրյա խնդիրներին։ Հիմնական նպատակն է մասնագիտական խոսքը շրջանառության մեջ դնել։ Պատմաբան Միքայել Մալխասյանն իր բանախոսության մեջ հայոց եկեղեցին դիտարկեց որպես պետականության գաղափարը պահպանող կառույց, որը հայոց պետականության հիմքերի նախապատրաստողներ ուշ միջնադարում եւ նոր ժամանակաշրջանում։ Հայաստանի Ծառաքելական Սուրբ եկեղեցին միակ կառույցն է, որ կարողացել է փաստորեն միջնադարից մինչև հիմա պահպանվել։ Դա փաստորեն ազգային միակ կառույցն է, որ փորձություններով անցել է դարերի եւ հասել է մեր օրեր։ Եվ ժամանակի հետ ինքը ձեռք է բերել շատ հետաքրքիր առանձնահատկություններ մյուս առաքելահիմն եկեղեցիների համեմատ։ Մեր եկեղեցին միշտ առանձնացել է նրանով, որ նրա կառավարման բարձրագույն մարմնում, ազգային եկեղեցական ժողովում ներկայացված են նաև աշխարհականներ։ Ժամանակի հետ ազգային եկեղեցական ժողովը օրինակ վերածվել է հետաքրքիր ներկայացուցչական մարմնի, համազգային շահեր ներկայացնող եւ ինչ որտեղ կարելի ասել հայկական համազգային խորհրդարանի ինչ որ գործառույթներ է ունեցել եւ այդպիսին է եղել հատկապես ուշ միջնադարից սկսած։ Բանախոսը նշում է, գործնականորեն հենց եկեղեցին է հայության սերունդներին փոխանցել ազգային պետության գաղափարը։ Մարդիկ պատարագի քարոզխոսության ժամանակ են լսել, որ իրենք օրինակ թագավոր են ունեցել։ Ասենք պատկերացրեք 16-րդ դարի Օսմանյան կայսրության տիրապետության պայմաններում կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն են նշում, պատարագ է եւ քարոզի ժամանակ պատարագիչ քահանան պատմում է, որ հայոց Տրթատ 3-րդ թագավորը Մասիսից բերեց Մասիսի լանջից քարերը եւ դրեց իրենց ազգային եկեղեցու հիմքում։ Այն մարդիկ, ովքեր ոչ իրավահավասար պայմաններում ապրում էին Օսմանյան կայսրության ներսում իրենց հայրենիքում, բայց այլ պետության պայմաններում եւ հավասար չէին իրավունքներով մուսուլմաններին, այդ մարդիկ գիտակցում էին, որ ունեցել են թագավորություն եւ նրանց մեջ կար ցանկությունը դարերով փոխանցվող այդ միտքը, որ մի օր նորից պետք է ունենալ այդ թագավորությունը։ Եթե չլիներ այդ ամենը, երբևէ հնարավոր չէր լինելու նորից պետականության ձևավորում ունենալ։ Այս առումով իհարկե չի կարող ուղղակի քննությանը դիմանալ այն թեզը, իբրև եկեղեցին պատմականորեն խանգարել է պետականության գաղափարը։ Պատմաբան Ավագ Հարությունյանն իր բանախոսության մեջ անդրադարձավ 1920-ից 30 թվականներին խորհրդային Հայաստանի հակակրոնական քաղաքականությանը։ Խորհրդային Հայաստանում կամ Խորհրդային Միությունում հաստատվել էր եւ հաստատվում էր եւ դա ամրապնդվում էր կոմունիստական կուսակցության գաղափարախոսական մենատիրությունը կամ ինչպես հիմա ընդունված է ասել ամբողջատիրությունը եւ բնականաբար այդ պայմաններում կոմունիստական կուսակցությունից բացի այլ կառույց կոմունիստական գաղափարախոսությունից այլ գաղափարախոսություն խորհրդային իշխանությունների համար չէր կարող գոյություն ունենալ եւ այդ իսկ պատճառով այդ պայքարը համատարած էր եւ շարքային ծխական քահանայից ընդհուպ մինչև ամենայն հայոց կաթողիկոս ենթակա էին տարբեր բնույթի բռնաճնշումների, սկսած ձերբակալություն աքսորից ընդհուպ մինչև սպանություններ։ Հանրահայտ է, որ մի շարք եպիսկոպոսներ ձերբակալվեցին, գնդակահարվեցին, ամենայն հայոց կաթողիկոս խորհրդին առաջինը սպանվեց, տասնյակ քահանաներ, վարդապետներ աքսորվեցին կամ սպանվեցին։ Խորհրդային իշխանությունը եւ կոմունիստական կուսակցությունն առաջին իսկ օրվանից գաղափարախոսական եւ քաղաքական թշնամի են հռչակել կրոնը եւ եկեղեցին։ Դա չի փոխվել խորհրդային կայսրության ամբողջ գոյության ընթացքում։ Այդուհանդերձ աշխարհում բացառիկ աթեիստական կայսրությունում աթեիստական քաղաքականությունը հաղթանակ չտարավ։ 1937 թվականին, երբ որ Խորհրդային Միությունում մարտահամար անցկացվեց, հանկարծ իշխանությունների համար հանկարծակի պարզվեց, որ 16 եւ ավելի բարձր տարեկ ունեցող բնակչության շրջանում հավատացյալների թիվը ավելին է, քան անհավատների թիվը, եւ այդ ցուցանիշը խորհրդային Հայաստանի պարագայում ավելի շատ էր։ Եվ չնայած կրկին այն պարագային, որ արդեն 38 թվականին Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մնացել էր ընդամենը 8 հոգևորական, արդեն զառամյալ տարիքի բոլորին ոչնչացրել էին կամ աքսորել, գնդակահարել, ձերբակալել ընդամենը 8 հոգևորական, եւ չնայած այդ ամենին հիմա տեսեք խորհրդային իշխանությունը չկա,
սակայն կա զարգացե, ծաղկել եւ բարգավաճել եւ ավելի բարգավաճում հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Համաժողովի ամփոփիչ քննարկմանը մասնագետներն անդրադարձան մերօրյա եկեղեցու առաքելությանը, եկեղեցի պետություն համագործակցությանը, եկեղեցու վերաբերյալ շրջանառության մեջ դրվող կեղծ թեզերին։